Ժողովուրդ, եթե մենք փափագում ենք ճիշտ աստվածապաշտության կյանք ապրենք, ուրեմն մենք մեր անձերը խոնարեցնենք, պարտադրենք, որ այսօրվա պատգամը լրջությամբ լսենք, որովհետև հիշեք մի կարևոր բան, Աստծո խոսքը մեզ Հովհաննես 8:32 համարում ասում է ճշմարտությունը կճանաչեք և ճշմարտությունը ձեզ ազատ կարձակի։ Այսինքն ով է ճշմարտությունը, Տերը իր խոսքը։ Անցած օրը մի թեմայի շուրջ էինք խոսում ես և Արմանը, և ես իմ կարծիքը ասեցի, ինքը իր կարծիքը ասեց, և հետո ասի Արման, մի հատ կարծիք կա, որ ճշմարիտ է, երբեք չի խախտվում ու չի փոխվում, արի տենանք այս հարցում Աստծո կարծիքը ինչ է։ Երբ որ մենք մտածում ենք Աստծո կարծիքով, Աստծո կամքով, մենք ուրեմն լույսի ներքո ենք առաջնորդվում, բայց եթե իմ ու քո կարծիք ենք մենք քննարկում, հաճախ կսխալվենք, կսայթակենք, որովհետև իմ կարծիքը տարբեր է, քո կարծիքը տարբեր է, բայց եթե մենք արդեն իսկ հագել ենք Քրիստոսի միտքը, մենք մի կարծիք ենք ենթարկվում Քրիստոսի միտքը, Քրիստոսի ճշմարտությանը, Քրիստոսն է միակ ճշմարտությունը, որին ճանաչող, իր խոսքին ճանաչողը երբեք ու երբեք չի սայթակի, միշտ կքայլի ուղիղ Տիրոջ այն փոքր, նեղ, բայց երկինք տանող ճանապարհի մեջ, ամեն։ Եթե ունեք, բացեք ձեր գրքերը առաջի Կորինթացիս 7:22 համարը, ասում է, որովհետև Տերով կանչված ծառան, ուրեմն ուշադիր լսեք, Տերով կանչված ծառան Տիրոջ ազատն է, այսինքն մեկը, որ Տիրոջ ծառայա կոչվում, ուրեմն ազատ մարդ է, որովհետև Տերով կանչված ծառան Տիրոջ ազատն է, այնպես էլ ազատ կանչվածը Քրիստոսի ծառա է։ Ուշադիր լսեք ժողովուրդ, մեծ գնով գնվեցաք, մարդկանց ծառա չլինեք։ Ինչի նկատի ունի Պողոս առաքյալը, երբ որ մեզ քաջալերում է և խրատում է, որ այլևս մարդու ծառա չլինենք մենք։ Մի պահ կուզեմ էլի կրկնեմ Պողոսի այս խոսքերը, մարդու ծառա չլինեք, թողեք թող դա սինքին լինի, թող ձեր ուղեղի մեջ տեղավորվի, որպեսզի դուք այս խոսքը բռնեք այսօր ու այս խոսքի վրա մնացած տված իր օծված մանանայով կերակրվելով, սա թող ձեր մեջ արմատ գցի, թող ծիլ տա, թող պտուղ տանք, ամեն։ Այս արտահայտությունը ծագում է Աստվածաշնչում Պողոս առաքյալի ուղերձը ուղված Կորինթացիս եկեղեցուն, բայց թույլ տվեք ասեմ, Կորինթացիս եկեղեցին սրա կարիք ուներ, բայց ոչ մի տարբերությամբ նրանց, այսօր մենք էլ այս խոսքերի կարիք ունենք և այս խոսքերը նաև վերաբերվում է ինձ և քեզ։ Պողոս առաքյալը անհատներին, յուրաքանչյուրին Աստծո ժողովուրդ ջան, քաջալերում է և խորհուրդ է տալիս, որ չենթարկվենք մարդկանց իշխանությանը։ Սա չի խոսում այն մասին, որ ինչ-որ government կամ ինչ-որ օրենքին չենթարկվենք, այդ մասին չի, սա շատ անձնական է խոսում, որ չենթարկվենք, անձնական եմ խոսում մարդկանց իշխանությանը, քանի որ մենք փրկագնվել ենք Քրիստոս Հիսուսի թանկ այրունով, որ լինենք ազատներ, ոչ թե դեռ գերիներ, ստրուկներ կամ ծառաներ մարդու, որպեսզի ապրենք ներքին ազատությամբ, չկառավարվելով մարդկանց, այստեղ կենտրոնացեք, չկառավարվելով մարդկանց կարծիքներին, մարդկանց կամքին, մարդկանց զգացմունքներին, որտեղ մարդը կարա մի րոպե ուրախնի, մի րոպե տխուր և դա քեզ նույնպես պահի այդ ճնշված իրավիճակի մեջ, որպեսզի չկառավարվենք հեղինակությունների, որ էսի գիտեք ով է, խոսնակ էս ինչ գողն է, կամ էս ինչ անունը ունի, կամ էս ինչ մարդն է, կամ լոյեր է, կամ դատավոր է, ինչ ուզում ես եղի, ով ուզում ես եղի, ինձի չես հետաքրքրում։ Ոչ մի իշխանության պիտի չենթարկվենք, չպիտի կառավարվենք նրանց, որովհետև հեղինակություններ ունեն, կամ նրանց ծրագրերին,
Խոսքը Աստծո ժողովուրդ ջան չի վերաբերվում մարդու ծառա, որ ասում եմ, չի վերաբերվում այն մասին, որ մենք մարդկանց չծառայենք, այդ մասին չի խոսքը, որովհետև եթե կհիշեք վերջի ընթրիքին Հիսուսը պատվիրեց մեզ, ասաց, ինչպես ես ձեզ ծառայեցի, նույն կերպ էլ դուք ծառայեք միմյանց, այսինքն սա չի խոսում խոնարհության, ծառայության մասին, երբ որ մեկը կարիքի մեջ է, մեկը քո կարիք ունի, դու ասես, օ ես չեմ ենթարկվում, ոչինչ կարիք չունեմ, ոչ է պարտավորություն ունեմ, հակառակը պարտավորություն ունենք մենք եկեղեցին, մարմինը միմյանց համար հոգ տանելու եւ միմյանց հանդեպ կարեկցանքով մոտենալու, որտեղ կհիշեք Հիսուսը ինչ ասաց, երբ որ կտեսնեք, մեզ ասել, երբ որ կտեսնեք սոված, կերակրեք, կտեսնեք ծարավ, ջուր տվեք, կտեսնեք անտուն, տեղ տվեք, այսինքն սա ծառայություն է միմյանց, այդ ծառայության մասին չի խոսքը, դրա համար չշփոթվեք ու ասեք, ես ազատ եմ, ու մետենամ սոված ծարավ, իմ հոգը չի, սա արդեն ճնշող մի հատ մտածելակերպ է, լավ, խոսքը վերաբերվում է, ստեղ բռնեք, խոսքը վերաբերվում է դիվային, հեզեբել, եսակենտրոն մարդկանց իշխանության տակ լինելուն։ Հիմա կասեք հեզեբելը դի կանանց մեջ է, չէ, այդ հոգի բնակվում, ոչ։ Գիտեք, հոգին սեր չունի, հոգին կարող է բնակվել տղամարդու թե կնոջ մեջ, եւ հեզեբել հոգին այդ ոնց ասեմ, այդ իշխող, դիվային մի հատ հոգի էր, որ ամեն կերպ փորձում էր ինքը տիրեր ամեն իրավիճակի վրա, մարդկանց ճնշած ու վախացրած պահեր։ Աստված չի ուզում մենք նման մարդկանց իշխանության տակ մտնենք։ Հիսուս այնքան մեծ գին է վճարել մեր փրկության համար, որ ինչ անի, որ մեզ ներքուս ազատ անի, որ մենք լինենք այն արծիվների նման թռչող եւ չհոգնող։ Իսկ այսօրվա հավատացյալներին տենում ես ապաշխարած Հիսուս ընդունած մարդիկ են, բայց դարձյալ ճնշված, վախեցած, կարծիքներով ապրող մարդիկ են։ Անցած օրը այս մասին խոսեցի եկեղեցու մի անձի հետ, որ ասաց միգուցե այս մարդը այսպես մտածած ինձ չի հետաքրքրում, առհասարակ ինձ չի հետաքրքրում, ես խոսում եմ ճշմարտությունը, կընդունի, թե ոչ, դա իր խնդիրն է, որովհետև ես այն օրը, որ հանկարծ մտածեմ որևէ մեկիդ պիտի գոհացնեմ, ես ճշմարտությունից շեղված եմ ու մարդու ծառա եմ։ Իսկ Աստված չի ուզում ես մարդու ծառա լինեմ։ Ես նույնիսկ իմ ընտանիքին չեմ հանդուրժում։ Այն խոսքը, այն խրատը, որ ինձ կտան ու հանկարծ դա կհակասի իմ Տիրոջ խոսքին, կներեք ես մերժում եմ դա։ Ես չեմ հանդուրժի իմ երեխաներին, ոչ ոքի, որովհետև եթե ես պիտի դեռ ապրեմ մարդկանց գոհացնելու համար, ոչ թե Աստծուն գոհացնելու համար, էլ ինչ եմ Աստծո ծառա կոչվում։ Հենակ այդ համաշխար աշխարհի սուտը կխոսամ, աշխարհի վայելչությունով է կապրեմ, էլի չեմ ինձի դրես ճնշման տակ։ Ճնշումը աշխարհինն է, ոչ թե Աստծունը։ Եթե մենք քայլենք Հիսուսի հետ ու ճշմարտությունը վզնոցի նման մեր վզերին գցած լինի, մենք այնքան ապահով ենք։ Ով ուզում է մեզ հալածի, ով ուզում է մեզ փորձի որևէ ձևի manipulate չի կարող, որտեղ մենք հաստատված ենք խոսքի վրա, ամեն։ Այն մարդկանց, որ Աստված չի ուզում մտնենք մենք այն մարդկանց իշխանության տակ, ովքեր որ իրենց սեփական շահերից բխում, պատկերացեք, իրենց սեփական շահերից բխված, առաջնորդված փորձում են քեզ պահել միշտ այն ծառա կարգավիճակի մեջ։ Սա Աստծուց չի։ Թույլ տվեք ավելի պարզ բացատրեմ, որ ավելի հասկանալի լինի, ամեն։ Եթե որևէ մեկը ձեր կյանքում ես եկեղեցում ով ուզում է լինի, եթե որևէ մեկը իր պահանջը, իր կարծիքը կամ իր կարիքը դեմ է գնում Աստծո կամքին, Աստծո սկզբունքին եւ դու դեռ շարունակում ես մարդու գոհացնես, դու ուրեմն մարդու ծառա ես հել այդ վիճակից։ Աստծուն հաճելի չի, որ գա մեզ ազատանիմ եւ մենք դարձյալ մտնենք մարդու լծի տակ եւ շարունակենք մարդկանց գոհացնել։
ամենավտանգավոր տեղն է, որ այսօր եկեղեցին կարող է մարդ գոհացնելու։ Օրինակ, շողոքոր ձևի հովիվներին սիրեն, շողոքոր դերասանավարի։ Ես գիտեք, տանել չեմ կարում դա։ Դուք սիրեք այն հովիվին, բարի հովիվին, որը որ կատարյալ սուրբն է։ Դու ինձ սիրի եղբայրական քրոջ սիրով, բայց հասկանում եք, չէ՞ ինչ եմ ասում։ Այդ որ մեծարում են այնքան իրենց առաջնորդին, կարծես Հիսուսն է կանգնած դեմները։ Հիսուսը միակն է, որ երբեք համեմատական չպետք լինի ոչ ոքի հետ։ Ամեն։ Եկեղեցի կգաք, իրար սիրում ենք։ Մեր եկեղեցին արդեն հաստատված է սիրո վրա, որտեղ հենց այդ անունն է կրում է։ Բայց ոչ մեկ քո կյանքում չթույլ տաս այնքան բարձրնի, որ համեմատելու լինի Աստծուն։ Ամեն։ Ուզում եմ մեկ անգամ եւս կրկնեմ, այսինքն խոսքը ոչ թե իրար ծառայելու համար է, այլ ներքին ստրկության մասին է։ Երբ որ դու ներքուստ դեռ ստրուկ ես, ինչ որ մի մարդու կարծիքի, ինչ որ մի մարդու կամքի կամ նրա ծրագրի, երբեք ոչ մի մարդու ստրուկը չդառնաք։ Աստված եկավ, Հիսուս ասաց, ես եկա, որ ձեզ ազատ անեմ, որ դուք ազատ լինեք, որտեղ Տիրոջ հոգին այնտեղ ազատություն, Աստծո ժողովուրդ։ Գիտեք ինչու են մարդիկ այսքան հիվանդ, գիտեք ինչու են մարդիկ այսքան դեղերի վրա, այսքան շատ դիպրեսդ են մարդիկ, գիտեք ինչու, որովհետև կա իրանց կյանքում մարդիկ, դա կլինի ամուսինը, միշտ պահումա ճնշված կնոջը, դա կլինի կինը, պահումա ճնշված ամուսնուն, կլինի երեխան կամ ծնողը երեխային նկատմամբ։ Դրա համար Հիսուս երբ որ խոսում էր ծնողների հետ, ասեց ձեր երեխեքին չբարկացնեք, այսինքն չփչացնեք ձեր երեխեքին։ Կամ երբ որ խոսում էր երեխաների հետ, ասում էր ձեր ծնողներին հարգել իմացեք, լսեք, պատվեք, հասկանում ես տարբեր ձևերով որ նայում ես, միմյանց պետք է հարգեն, թե ամուսին, թե կին, թե երեխա, թե ծնող, թե եկեղեցու անդամներ, թե ընկերություններ, հա, մենք պետք է սովորենք միմյանց հարգել եւ միմյանց երբեք իրար վրա ճնշում չօգտագործել։ Եթե քեզ ասենք թե ես հիմա ինչ որ մեկի խնդիր եմ տեսնում, սխալ, եւ ես այդ անձին ասում եմ, կողքից մեկը չգա ինձ ասի, վայ մի քիչ նուրբ եղի, վայ մի ասա, վայ, ես չեմ ուզում նման բաներ լսեմ։ Մենք չպետք է վախենանք ճշմարտությունը բարձրաձայնելուց։ Մենք չպետք է վախենանք դրանից, ամեն։ Աստծո կամքն է մեզ մարդկանց, ուշադիր լսեք, Աստծո կամքն է մեզ մարդկանց կախվածությունից ազատանի։ Այդ ճնշող, այդ intimidating spirit, որ կողքը տա ու դու ճնշված ես արդեն, որովհետև դե ամեն ինչ նենց անես, որ իրան գոհացնես, ազատ եղեք։ Դա քեզ կտանի դիպրեսիայի, դա քեզ կտանի մի հատ ճնշող anxiety մեջ, ազատ եղեք։ Եթե սխալվում ես, ով ուզում է տեսնի, սխալվել ես, հելու ապաշխարի, ոչ թե վախեցի մարդկանց ինչ պատասխան, հելու ապաշխարի։ Հիսուս մեզ երբեք ճնշելով չներեց, ճնշելով մեզ չսովորեցեց։ Հիսուս մեզ իր սերն է, որ մագնիսի նման քաշեց իրան, երբ որ սխալվում էինք։ Մարդը կդատապարտի, այնքան քո հետ քյալա կտա, մինչև քեզ ջարդի, հետո ինքը լավ կզգա, հետո կասի ներում եմ քեզ քուրս կամ աղբերս։ Աստված այդպես չի գործում։ Որտեղ կա այդ հոգին, փախեք։ Ով ուզում ալնի, փախեք։ Աստված մեզ ազատ է արել։ Աստված մեզ տվել է մի հատ ազատ դուռ, ճեղքել է այդ վարակույրը, ասում է կսխալվես, սա չի տալի մեզ լայսենս կրկնել մեր սխալները, որտեղ դա էլ է մեղք եւ չափազանցում, բայց կսխալվես, կընկնես, հա, վազի իմ գիրկը, ես կներեմ։ Կհիշեք Ադամն ու Եվան, երբ որ սխալվեցին, ինչ արեցին, ասում է թուփերի ետևում պաղկվեցին, որ Աստծուն չտեսնեն, ամանչեցին իրանց սխալից։ Աստված ասաց, ուր եք, ինչու եք թաքնվել, այսինքն միակը, որ մեզ կարող է մեր սխալից ազատի եւ մենք չունենանք ճնշող այդ զգացմունքը, guilt-ը, ինքնադատապարտությունը, դա Տերն է,
Մի թաքնվեք, վազեք իրան։ Մարդիկ կփորձեն ձեզ սովորեցնեն թաքնվել։ Աստված մեզ սովորեցնում է չթաքնվել։ Չվախենանք մարդկանց կարծիքներից։ Ամեն։ Սա նաև չի տալիս մեզ իրավունք, որ պիղծ կյանք ապրենք ու մտածենք I don't care այն սրա նրա կարծիքը։ Ես խոսում եմ ճիշտ կյանք ապրել եւ առհասարակ թույլ չտալ ուրիշների կարծիքը քո վրա ազդի։ Երբ որ պիղծ կյանք ես ապրում, արդեն աշխարհին ես, կամանչեսել, մարդկանց կփորձես գոհացնել, բայց եթե ճիշտ կյանք, այսինքն Հիսուսի հետ ես ապրում, մի ճնշվի ում ես գոհացնում։ Եթե ուղիղ ես, որովհետև Աստծո աչքին ընդունելի է, երբ որ Աստծո սուրբերը ճշմարտությունը երբեք չեն վաճառում, այլ ճշմարտությունը թաքցրել են իրենց սրտերի մեջ եւ ապրում են դրանով, ամեն։ Մենք հավատացյալ ժողովուրդս միայն կարող ենք ծառա լինել մեկին, եւ այդ մեկը միայն ու միայն Քրիստոս Հիսուս Աստվածը։ Քրիստոս Հիսուս Տերն է, այն բարձր եւ սուրբ ուժի առաջնորդվող սկզբունքն է, մեր Տերը, որին մենք պետք է ծառայենք մեր ողջ կյանքում։ Այո, մենք զավակներ ենք, նա մեզ ծառաներ չի ասում, ասում այն որդիներն եք, ես որդեգրել եմ ձեզ, բայց միևնույն ժամանակ գիտենք, որ նրան ծառայում ենք, ծառայել ենք։ Գիտեք, փարախում նրա գառնոկներն ենք։ Պատերազմի դաշտում նա մեզ դիմում է որպես զինվորներ, պատերազմող հոգևոր զինվորներ։ Տան մեջ նա դիմում է մեզ զավակներ, իր զավակներն ենք։ Նա դիմում է մեզ իր հարսը, նա դիմում է մեզ իր հոտը, նա դիմում է մեզ, այսինքն մենք իր համար, ինչպես մենք պետք է իրան ընդունենք, ամենն ենք։ Մենք էլ պիտի իրան ընդունենք մեր ամենը եւ երբեք ու երբեք ճշմարտությունը չծռենք, որ մարդիկ գոհացնենք։ Սա ամենավտանգավոր տեղն է, որ մարդը կարող է մտնել։ Պողոս առաքյալը այս ամենը հասկանալով եւ տենում էր եկեղեցիների մեջ բաներ էր կատարվում, որ այս մարդկանց Հիսուս եկել է շնորհքով, ազատ արի, արդեն ազատ են, փրկվել են երկնքում, իրանց անունները գրվել է։ Հանկարծ մարդիկ կային, որ ուզում էին նենց անեն, էլի իրանց ենթարկվել տային, իրանք տիրեին, իրանք առաջնորդ դառնային եկեղեցու մեջ, իրանք սկսեին առաջնորդել եկեղեցու անդամներին, լսեք, Պողոս առաքյալը այս խոսքերն ասում, որովհետև հիմա մարդկանց եմ հաճեցնում, թե Աստծուն, կամ ուզում եմ մարդկանց հաճո լինեմ, եթե տակավին մարդկանց հաճո լինեի, Քրիստոսի ծառա չէի լինի։ Պողոս առաքյալի այս խոսքերը նաև մեզ քաջալերում է մի կարևոր տեղ, որ խուսափենք մարդկանց հաճոյախոս լինելուց, կամ նրանց կարծիքներից, կամ նրանց պահանջներից ազդվելուց։ Եթե մի բան նկատեցիր Աստծո կամքի մեջ չի, բարձրաձայն բացահայտ մերժիր այն։ Այսօր գիտեք ինչ անում եկեղեցին, երբ որ քարոզը գրում էի, գիտեք ինչ էի ստանում հոգուց, ոնց որ Տերը ինձ սովորացնի քաջ լինել։ Ինչպես Հիսուսը, երբ որ երկրի վրա ապրում էր եւ քարոզում էր, ուր մտնում էր, քարոզում էր, կհիշեք, միտեղ հանեցին ժողովարանից, ուզեցին սարից ներքև իրան գցեն, լավ իրանց մեջից քայլեց գնաց, միտեղ ուզում էին քարկոծեն, սպանեն, ամեն ինչ փորձել են Հիսուսին անեն։ Այս Հիսուսը չէր վախենում ոչ մեկից, նա քաջ էր, նա ճշմարտությունը խոսում էր առանց սայթակելու, առանց վախենալու, որ վայ, դպիրները ինձ են նայում, վայ, փարիսեցիները ինձ են լսում։ Իրան չէր հետաքրքրում, այնտեղ փարիսեցի կլինի, կեղծավոր կլինի, դպիր կլինի, ով կլինի, իրան չէր հետաքրքրում։ Առաջնորդներ էին այնտեղ կանգնած, իրան բացարձակ չէր հուզում դա։ Մեզ ինչն է հուզում այսօր եկեղեցի։ Ձեզ հետ եմ։ Բացահայտ Սուրբ Հոգին խոսում է բոլորիս հետ։ Ինչն է մեզ հուզում, որ մենք չենք կարողանում ճշմարտությունը բռնել եւ դեռ ծռում ենք, որպեսզի նրան հաճո լինենք։ Ինչն է մեզ հուզում, մարդկանց կարծիքները,
Մարդկանց կարծիքների պատճառով այսօր շատերը, որ եկեղեցում ազատություն են գտել Քրիստոսով փրկվել են, դեռ ապրում են ճնշման տակ։ Դեռ մտածում են, ինչ կմտածի այն, ինչ կմտածի սա, ամենավտանգավոր տեղն է, որ կարող ենք մենք մտնել։ Իսկ ոնց ազատ լինենք դրանով, ինչպես քանի շաբաթ առաջ Տերը խոստվեց նորոգված մտքով։ Հագնենք Քրիստոսի միտքը։ Երբ որ մենք հագնենք Քրիստոսի միտքը, այսինքն մենք Հիսուսի նման մտածենք, մենք Հիսուսի նման նայենք, հա, մարդկանց Հիսուսի նման նայենք, Աստվածահաճո կյանք կապրենք եւ ոչ թե մարդահաճո։ Գիտեք, Հիսուսը երբ որ շփվում էր մարդկանց հետ եւ ճշմարտությունն էր քարոզում նրանց, եւ մարդիկ կային իրենց դուրը չէր գալի, մենք գիտենք, պատմություններից լավ գիտենք, երբ որ նրանց դուրը չէր գալիս, Հիսուսին դա չէր հետաքրքրում։ Հիսուսի միակ ուշք ու միտքը մի բան էր, ոչ թե որ բժշկում էր մարդկանց հաճո լիներ կամ ազատագրում էր մարդկանց հաճո լիներ, այս ամենը Հիսուսը որ անում էր Աստծո հոր փառքի համար։ Այսօր շատերը Աստծո դաշտում, հոգևոր դաշտում գործում են մեկ պատճառով, որ մարդահաճո լինեն, մարդկանցից ընդունված լինեն, մարդիկ իրենց մեծարեն ու փառավորեն։ Գիտեք, երբ որ դուք մի լավ խոսք եք ինձ ասում, օրինակ զանգ եմ ստանում Հովիվ ջան, աղոթք ես արել, այս ինչ բանը հենց աղոթքիդ պես պատասխանվել է։ Փառքը տալիս եմ Տիրոջը։ Մեկ էլ ասում են, չէ, բայց դու ես, չէ, աղոթ ասում ինձ չի հետաքրքրում։ Ես ով եմ։ Իմ Տերը ինքն է պատասխանել, իմ Տերն է բժշկել, իմ Տերն է ազատագրել։ Այսինքն մի տվեք մի տոկոսը փառքը ինձ, 99%-ը Տիրոջը, այդպես չի աշխատում։ Որ օրը մարդը փառավորվեց, Աստված կհարվածի։ Որ օրը դուք փորձեք ինձ մեծարեք, որովհետև աղոթքս լսվում է, Աստված ինձ կխփի։ Ու դուք կտենաք դա։ Խղճացեք ինձ, ողորմեք ինձ եւ մի մեծարեք։ Երբ որ մի բան կլինի, երբ որ մի հրաշքներ տեսնում ենք, լսում ենք, եւ այսօր լսելու ենք դարձյալ հրաշք, որտեղ աղոթել ենք, փառքը լիովին ծնկի եկեք ու տվեք Տիրոջը։ Աստված ասում է, ես իմ փառքը մարդուն չեմ տա։ Եթե միտեղ մարդ փառավորվեց, Աստված չի փառավորվում։ Դրա համար շատը մի գովացեք մարդկանց, շատ որ գովում եք, այդտեղ էլ ապչանում ինչ որ բան։ Մնանք ուղիղ։ Ինչ է ուղղությունը, ճշմարտությունը փառավորելը, որը մեր Քրիստոս Հիսուս Տերն է, ամեն։ Քարոզի բուն իմաստը, թեման պահանջում է մեզանից Աստծո հավատարմությունը մարդկային, Աստծո հավանությունը կներեք, մարդկային հավանությունից վեր կամ առաջ դասենք։ Երբեք մի մտածի մարդը ինչ կմտածի, երբ որ ես սա անում եմ, մտածի Աստված ինչ կմտածի։ Աստծո կամքը որն է, ամեն։ Սրտումը Սուրբ Հոգին մեկ շաբաթ առաջ դրեց քարոզի վերնագիրը, որը ինձ համար հանձինս բժշկություն, ուրախություն էր։ Ասաց Աստվածահաճո, թե մարդահաճո։ Կարծես ինձի հարց էր տալի Տերը։ Եվ ես մտածում Աստվածահաճո, մարդահաճո, այս ինչ քարոզի վերնագիր է։ Եվ մի անգամից հասկացա, Տերը ինձ է հարցնում, որովհետև շատ տեղեր ես փորձում եմ մարդկանց գոհացնեմ, Տերը ինձի այդտեղ մի հատ սենց բռնեց իմ տկարության մեջ ու ասեց հիմա դու մարդ ես հաճեցնում, թե ինձ։ Եվ ես ինքս իմ պատասխանը տալով ասի Տեր, տեղեր կա մարդ, տեղեր կա քեզ, ասեց այդպես չի գործելու։ Եթե դու ուզում ես ինձ փառավորես, ինձ հաճեցնես, դու պիտի բաց թողես մարդկանց կարծիքները։ Եվ այսօր այս քարոզի վերնագիրը ուզում եմ ուղղեմ ձեզ, ամեն մեկը անհատական, դուք ինքներդ ձեզ պատասխանեք, ում համար եք ապրում, որ մարդկանց հաճեցնեք, թե Աստծուն հաճեցնեք։ Շատ բարդ բան է, գիտեք կարող ասեց մի հատ թռուցիկ լսենք ու մտածենք, ասենք լավ, հիմա տեղերը կանենք, որը ստացվի։ Շատ վտանգավոր բան է, որ այսօր այս խոսքերը մենք լսում ենք, որտեղ այս խոսքերից մեզնից պահանջվելու է, որ ես ձեզ հարց տվեցի, ում եք դուք հաճեցնում, Աստծուն թե մարդկանց։ Հիմա կասենք Աստծուն, բայց տեղեր կա կեթանք տուն, կհաճեցնենք մարդու։ Ավելավա մի պատասխանեք, զգուշ եղեք, աղոթեք եւ մի բան խնդրեք։
Ես երբ որ ինձ հարցրեց Տերը, ես ասի տեղեր կա քեզ, տեղեր կա մարդու։ Ես չխաբեցի իրան։ Ում եմ խաբում։ Մեկին, որ ամեն վարքյանս գիտի, հիմա ձեզ եմ խնդրում, մի պատասխանեք։ Գնացեք տուն, առանձին պատասխանեք եւ ճիշտը պատասխանեք, որպեսզի բժշկվեք։ Որովհետեւ եթե հիմա ուզենաս կողքինդ լսի, որ դու Աստծուն ես, մենակ հաճեցնում, կասես Աստծուն։ Աստված գիտի խաբում ես։ Բոլորս այս տկարության մեջ կանք։ Եվ Աստված ուզում է բժշկի մեզ։ Եթե կհիշեք անցած շաբաթ էր, թե նախ անցած շաբաթ էր քարոզի մեջ խոսում էի մտքի ստրկության մասին, երբ որ մարդը իր սխալ մտքի ստրուկն է դառնում եւ այդպիսով իր կյանքը ոչ մի կերպ չի հաջողվում։ Այսօր քարոզում եմ մարդկանց ստրկության մասին, երբ որ անգիտակի ձևի դու մարդու ծառա ես, դու մարդու կարծիքները քո համար չափազանց կարևոր է։ Սխալ միտք ունենալու պատճառով դրանից բխում է սխալ գործողություններ, որոնցից մեկն էլ Աստծո ժողովուրդ ջան, շատերը մարդ են հաճեցնում, որպեսզի ինչ անեն, որպեսզի հարգվեն, ընդունվեն, սիրվեն։ Հասկանում եք որտեղ է վտանգը, որտեղից է սկսում այդ վտանգը։ Եվ ինձ թվում է կարամ ասեմ 100% յուրաքանչյուր մարդ դրա մեջ կա, այդ մեղքի մեջ կա։ Մարդահաճո մարդը ում կողքին նստի, այդ մարդը ինչ ասի նրա հետ համաձայն կլինի։ Ես շատ եմ տեսել նման մարդիկ։ Եթե ասեն մածունը սպիտակ է, կասի ճիշտ եք, մածունը սպիտակ է։ Ես տեսել եմ, ականատես ենք եղել։ Եթե ասեն մածունը սև է, չեն ասի ոչ, բայց սպիտակ է, մածունը սև է, քո ասածն է։ Եվ այսպես շատ սխալ տեղեր, որ ինչ ասեն համաձայն կլինեն, ինչու, որպեսզի ընդունեն, որպեսզի հարգեն իրանց, որ իրանց խոսքը չանարգեցին։ Իսկ ես մեկն եմ, շատ անգամ Արման ասլա լռի, մի խոսա, ավելավա մի խոսա, որովհետև թշնամիներ կհավաքես, բայց ինչ չի հետաքրքրել։ Եթե մեկը ասի մածունը սև է, կասեմ դու իսկապես քոռ ես, որովհետև ոնց կարա մածունը սև լինի, սպիտակ է։ Այսինքն ես միշտ հակառակ եմ կանգնել ստությանը։ Ես չեմ համաձայնություն տվել, որ այդ մարդիկ ինձ սիրեն կամ ընդունեն։ Առհասարակ ինձ չի հետաքրքրում ով ինձ կընդունի, ով ինձ չի ընդունի։ Գիտեք ովքեր են այդպես մտածում, նրանք ովքեր Աստծուց ընդունված են։ Եթե ես պետքա գոհացնեմ, ես գոհացնում եմ Աստծուն։ Պողոս Առաքյալը ասում է մարդկանց թե Աստծուն։ Իր առջև ինքը իրան հարց է տալի, Աստծուն ասում է։ Այդպես էլ ես ընտրում եմ Աստծուն գոհացնելը։ Ես եթե ուզեի մարդկանց գոհացնել, տակավին կապրեի աշխարհում եւ բոլորին կգոհացնեի, ինչպես արել եմ։ Ես ընտրում եմ Աստծուն գոհացնել։ Ինչ սխալ բան ասեն կողքի մարդիկ, իրանք համաձայնություն կտան։ Այստեղ վտանգը փորձեք բռնեք, ուշադիր լսեք, ինչու այս օրինակը տվեցի։ Նման մարդիկ մարդ հաճեցնելու համար, եթե ասի որևէ մեկը կողքդ, եկեղեցի ես այցելում, այսինքն աստվածապաշտես, այսինքն ապաշխարել ես, այդ ապաշխարել բառից վախենում են մարդիկ։ Ապաշխարություն ինչ է, մի պարզ բան է։ Ամեն օր ներողություն ասել Տիրոջը քո մեղքերի համար։ Այնքան են մեծ աշխարհը, սատանան այնքան է մուրքսել այդ բառի վրա, որ մարդիկ երբ որ լսում են ապաշխարություն, ասում են օ, դա ահավոր մի բան է։ Ապաշխարությունն է, որ մեզ երկինքը հանելու, ապաշխարությունն է, որ Աստծուն գոհացնում է, ապաշխարած սիրտը խոնար սիրտ է, որ երբեք չի ծածկում իր մեղքը, այլ Դավիթի նման ամեն ժամանակ ասում է Տեր, իմ մեղքը իմ առաջինն է, ես գիտեմ ինչ մեղքեր ունեմ, ես գիտեմ իմ տկարությունները, որոնք են բարձրաձայնում է եւ չի ծածկում, բայց եթե մարդը լինում է մարդահաճո մարդ եւ այնտեղ Աստծո թեմայա գնում, Աստծո մասին են խոսում, նույնիսկ եթե նրանք ասեն փրկությունը ուրիշ տեղերից է կարող է գալ, ոչ թե միայն Քրիստոս Հիսուսն է, խոստանում եմ ձեզ կհամաձայնեն, կասեն հա, կամ թեկուզ բան չասեն, գլուխները կշարժեն, որպեսզի համաձայնություն, մի թեթե, որ հանկարծ չհակառակվեն։ Երբեք չվաճառեք ճշմարտությունը
մարդկանց գոհացնելու համար։ Միշտ կանգնեք ու պատերազմեք ու պայքարեք ճշմարտության համար, որովհետև այս երիտասարդ տղան այսօր որ ցույց տվի, եթե կարելի է մի հատ նկարը դնենք, այս երիտասարդ տղան ընդամենը 24 տարեկան կարար չէ, հայհոյում էին հավատացյալներին այնտեղ, կարող են ինքը լռեր, ինչի դեր պետք, ջահել տղա ես, ինչի դա պետք, դու մտնես կռվի մեջ նման խուլիգանների հետ, կանգնեց ու պատերազմեց, ասես դուք իրավունք չունեք հայհոյեք եկեղեցուն, իրավունք չունեք հայհոյեք Աստծո մարմինը, Քրիստոսի ժողովրդին, այս տղան ճշմարտությունը չվաճառեց, ճշմարտությունը խոսելու համար մեջքից դանակահար արեցին իրան, մեջքից դանակահար արեցին իրան, չվաճառեց, քանիսդ այսօր չեք վաճառի ճշմարտությունը, երբ որ ձեզ կհարցնեն, աչքերի մեջ նայելով կասես այո Քրիստոսինն եմ ես, առանց ամանչելու, առանց վախենալու, երբեք եկեղեցի իրական ճշմարիտ կերպարը լավ մարդ լինելու Հիսուսն է, եկեք մենք նրան նմանվենք և նրան նման քաջ լինենք, քաջությունը վախկոտներն են մեջքից խփում, գրված էր, երբ որ ընթերցում էի, ընկերները ասում են շրջապատ ընտանիքը ամբողջը բարկացած, վրեժով լցված ուզում են ինչ-որ մի վնաս տան դրանք է փախած են, գիտեք ինչ էի մտածում, ես իմ մեջ, սա ասում եմ Աստված իմ, եթե դրանք այդքան լավ տղա էին, հա թող դեմը կանգնեին խփեին, ինչի հենց մեջքից եկաք ու խփեցիք, ես իմ աղջիկալով այդքանը գիտեմ, վախկոտներն են մեջքից խփում, և սատանան հենց դա է, վախկոտ, սատանան այդպես տկար անոթների կառնի մեջքից խփել կտա մարդկանց, բայց առջևում լավ ծաղրածուներ կխաղան ու կժպտան դեմքին, անցկացրին, ամիսներ անց իրենց վրեժը լուծեցին այս տղայից, ինչու, որովհետև պաշտպանել էր եկեղեցուն, որտև ինքն էլ հենց հավատացյալ տղա է եղել, բայց գիտեք, ծնողների հարազատների համար դաժան է, նույնիսկ չեմ ուզում պատկերացնեմ, բայց գիտեք ինքը հիմա երկնքում է, մեկը կար, որ ճշմարտության համար քարկոծվեց և դա Ստեփանոսն էր, այս հենց երիտասարդ տղա էր, և երբ որ ինքը հելավ ու բոլորի առջև սկսում էր Հիսուս քարոզել, պատկերացեք, տղեկ ջան, ապաշխարեք, Հիսուսին ընդունեք, փրկվեք, երկինք կա, Տերը իրական է, նա է միակ փրկիչը, երբ որ քարոզում էր բոլորին, հանկարծ կային նրա շուրջը վախկոտներ, և ինչ արեցին, քարը առան և շպրտեցին Ստեփանոսի վրա, այսինքն երիտասարդ տղա էր, երբ որ քարը շպրտեցին, կարող էր, չէ ինքը ասեր, լավ համաձայնվեմ, մարդկանց հաճեցնեմ, կանգնացնեմ այս հալածանքը, առաջի քարը եկավ, երկրորդ քարը եկավ, երրորդ, չորրորդ, պատկերացեք, այդ քարը արունակամ լինելու, ես իրական դեպք եմ ասում, ոնց որ երիտասարդն է մի շաբաթ առաջ մահացել, քարերը գալիս ավրեմ և կանգնեց, ինչ ասեց, ասես տեսնում եմ երկինքը բացված և իմ Տերը Հիսուս ոտքի վրա կանգնած, այսինքն ինձ ա դիմավորում և ասաց հայր, հենց այդ պահին, որ արդեն մահանում է, հայր, ներիր սրանց, չեն հասկանում ինչ են անում, այսինքն չեն հասկանում, որ ճշմարտությունն են լռեցնում, Ստեփանոսին սպանեցին, բան փոխվեց, այո սքացին, տարան, թաղեցին, բայց Ստեփանոսը արդեն վկայել էր երկնքում այն քո հոգով, հələ դեռ չմեռած ինքը հոգով արդեն Հիսուսի հետ էր, բայց բան փոխվեց, այսինքն ճշմարտությունը երբ որ քո մեջ լռեցնեն, մեկ ուրիշին կբարձրացնի Տերը և նա կխոսա, քո մեջ լռեցնեն, մեկ ուրիշին կբարձրացնի, ճշմարտությունը երբեք չի մեռնում, այլ հակառակը միշտ աճում է, զորանում է, ինչքան ճնշես, այնքան ավելի ինքը յուղ է բաց թողում, լսեք, զեյթունը պետք է ճնշեն, մեծ ճնշման տակ պետք է դնեն, որպեսզի յուղ բաց թողի, այդ ձեթ այդ յուղը, որ ստանում ենք, ինքը մեծ ճնշման տակ է գնում զեյթունը, եթե մեզ չճնշեն, այդ ճշմարտության հոգին, այդ ճշմարտությունը մեր մեջից չի բխի, և եթե բխում է, շարունակեք ճնշվեք ճշմարտության համար, ավելի լավ է ես մեռնեմ ճշմարտության համար, քան ստության համար, եղել է, չէ գնացել եք, չէ թաղումներ ստեղ,
Մեկ անգամ մի թաղում էին գնացել, որտեղ այդ մարդուն հարսը ստեղ մեզ նկարագրեց, որ սատանա է եղել կեսրարը։ Նկարագրեց, որ ահա որ չար մարդ, կնոջը միշտ ցավացրել, ծեծել, քարկոծել, վիրավորել, ընտանիքի երեխաներին, ասեց մի հատ ահա որ չար մարդ։ Ուրեմն երբ հասանք թաղման տեղը, նստեցին ես ու Ռոզին հետևում, մի գովազդա գնում այդ մարդու համար։ Այս մարդու նման մարդ երևի աշխարհում դարեր առաջ հացանվել ու գովա մի բարեր ֆրացի Ռոզին նայեցի, ասի Ռոզ կաղա սխալ թաղում ենք եկել, ասես չէ, նա իրանք են, ասի Ռոզ ես ինչ նկարագրեցին սրանց հորը, այդ մարդը իմանարը տենց մեծարվելու, ավելի շուտ կմեռներ ասեցի, իրական եմ ասում, տեսնում եք ոնց է կարում սատանան նույնիսկ եկեղեցում այդ ստությունը, այդ կեղծիքը սիրուն զարդարած ներկայացնի։ Ինչի՞ ես բազմս անգամ ասել եմ ջղայնանում են ընտանիքս, բայց էլի եմ ասեմ, որ օրը ես մեռնեմ, մենակ գրեք մեղավոր անձ Քրիստոսի շնորհքով փրկված, այդքան բան։ Ուրիշ ոչ մի բան, որովհետև իրոք պետք չի էլի մարդը տենց մեծարվի, որ էդի չի, դա ստություն է, Աստված երկնքից նայում է ու զզվանք է ապրում, ոնց կարելի է, ոնց կարելի է։ Պապաս երբ որ մահացել էր և խոսա այդ բանը պետք է տային, ես խնդրեցի Աստծի անպայման շեշտեք այդտեղ, չնայած գիտեի մարդիկ պետք է ինձի հալածեն դրա համար, մարդիկ ասածս իմ հարազատները, ես խնդրեցի Աստծի անպայման շեշտեք, որ ինքը ապաշխարել է էլի։ Կապ չունի, ինչքան է ինքը լավ մարդ, ասի շեշտեք ինքը ապաշխարել է, կյանքը ապրում, միգուցե մի օր մեկին ցավ է պատճառել, թող իմանան, որ զղջացել է նա։ Ինչի մենք ճշմարտությունը չարձագանք ենք, ժողովուրդ, ինչով ենք տարբերվում են սուտ աշխարհից, հա? Մարդ հաճեցնելու վախից մարդը կհամաձայնվի ստության ամեն ինչին։ Մարդահաճո կյանքը, կներեք, Աստվածահաճո կյանքը մեզ հավատացյալներիս ազատ է անում, ուշադիր լսեք, սա ամենակարևորն է եւ յուրաքանչյուր մարդ փնտրում է դա։ Ազատ է անում մերժման վախից։ Դու այլևս քեզ մերժված չես զգում, եթե տվյալ անձը քեզ արհամարեց։ So what, թող արհամարի։ Ես արհամարված չեմ մեկից, Աստծուց։ Եթե մենք Աստծո կարծիք ավելի բարձր դասենք, քան մարդկային էս սուտ ու փուչ կարծիքներ, որ ամեն մարդ է մեռնելու է գնա, ոչ մեկը ժամանակ է գալու չի էլ հիշվելու, հա? Եթե սուտ ու փուչ կարծիքները մենք հաշվի չառնենք, այլ ամենակարողինը հաշվի առնենք, որը մնայուն է, հավիտենական է, մենք այնքան ապահով ենք, այլևս մեր մեջ չկա վախ մերժվելու։ Էնի չի ընդունի, էնի կընդունի, ես Աստծո հետ ուղիղ եմ քայլում, ամեն։ Երբ մենք մարդ ենք հաճեցնում Աստծո փոխարեն, մենք փոխզիջման ենք գնում և խոստանում եմ ձեզ հոգևոր կձախողվենք, անկասկած կձախողվենք։ Մի կարևոր տարբերություն կուզեմ բարձրաձայնեմ, էսի բռնեք։ Մարդահաճո մարդիկ իրականում վախենում են մարդկանց կարծիքից, որը կարող է նրանց հանգեցնել վերահսկողության, խաղաղության, ազատության կորստի։ Հասկացաք։ Մի հատ մեր լեզվով ասեմ, որ ավելի հասկանալի լինի։ Եթե դու մարդ հաճեցնես, դու խաղաղություն չես ունենա։ Դու ուրախ մարդ չես լինի։ Դու միշտ քեզ ճնշված կզգաս, որտեղ մարդու իշխանության տակ ես։ Դրա համար Աստված ուզում է մենք ոչ թե մարդ, այլ Աստված հաճեցնենք։ Աստվածահաճո մարդիկ Աստվածավախ են։ Աստվածահաճո մարդիկ Աստվածավախ են։ Եվ եթե դու Աստվածավախ ես, դու մարդկանցից չես վախենում, ոչ իրանց կարծիքներից ես վախենում։ Դու միայն վախեցի մեկ բանից, Աստծուն չկորցնես։ Աստծո վախը կառուցողա, բժշկողա։ Մարդկային վախը կործանողա, դիպրեսիա, anxiety, փանիկների մեջ քեզ կգցի։ Դրա համար մենք պետք է փնտրենք
միայն Աստծո երկյուղով ապրել, Աստծո վախով ապրել եմ։ Աստծո վախով ապրեցիր, Աստծո խոսքը գիտեք ինչ ասում, ասում է, ովքեր Աստծո վախով են ապրում, համ հարուստ են լինում, համ օրհնված են լինում։ Ամեն առումով Աստված նրանց ապահովում է։ Ամեն առումով, բայց այն մարդիկ, ովքեր չունեն Աստծո վախ, միշտ ձախողվելու են։ Լսեք, հիմա կասեք, ես միշտ Աստվածավախ եմ։ Նայ քո պտուղները, նայ քո գործերը։ Դու երբ որ գործել ես, քո գործերի մեջ, եթե Աստծո վախ ունենայիր, դու այդ նույն բաները կանեիր։ Եթե դու ինչ-որ մեկի հանդեպ մի սխալ բան ես լարում, հա, ծուղակ ես պատրաստում, մի փոս ես փորում, որ մեկին գցես մեջը, Աստվածավախ մարդը դա չի անի, երբեք նման բան չի անի։ Աստվածահաճո մարդիկ Աստվածավախ են, ինչն էլ նրանց հանգեցնում է համարձակության, Աստծո կամքին նվիրվածության եւ ներքին ազատություն, խաղաղություն եւ ուրախություն։ Ինքդ քեզ հարցրու, դու քո մեջ ազատություն, խաղաղություն, ուրախություն ունես։ Ազատություն ես չեմ խոսում ինչ-որ մարդու, էլի եմ կրկնում, ներքին քո վիճակը, ինչքանով ես դու ազատ։ Աստծո մի նպատակն էր, երբ որ աշխարհ եկավ, որ մեզ ազատ անի։ Ինչից? Ստրկությունից։ Նայելով Եգիպտոսի այդ ժողովուրդը ինչ էր անում, Աստծո սիրտը ցավում էր, երբ որ նրանք ստրկության մեջ էին։ Եվ այսօր իր սիրտը ցավում է, երբ որ տեն մայրա զավակներն են ստրկության մեջ։ Գիտեք, շատ ժողովուրդ, եկեղեցի այցելող ժողովուրդ դարձյալ այս վախերի մեջ են ապրում, մարդ հաճեցնելու։ Մեկը վախենում է մարդուց, մեկը վախենում է կնգանից, մեկը կեսուրից, մեկը կեսայր ընկերներից կամ շրջապատից։ Ես այնքան եմ տեսել մարդիկ, որ եկեղեցի են այցելում, բայց կա շրջապատ, որտեղ իրենք նստում են, լրիվ ուրիշ դիմակ են հագնում։ Ու նայում եմ ասում, տնած ոնց է հիշում են, որ դիմակը որտեղ հագնեն։ Եկեղեցում Քրիստոսի հավատացյալի դիմակով են, այն ընկերության մեջ ուրիշ դիմակով են, ընտանիքում հարազատների մեջ մեկ այլ դիմակով են։ Աստված այդ դիմակները ուզում է պատռի։ Եվ ուզում է ոչ թե դիմակ, այլ մեր ինքնությունը, իսկությունը, որը Աստծո կերպարով ստեղծված ենք, դա մենք հագնենք։ Դրա համար առաջի Ադամը եկավ եւ դա փչացրեց, երկրորդ Ադամը, որը Հիսուս Քրիստոսն էր, եկավ ծնվեց կույսից Մարիամից եւ ինչ արեց, վերափոխեց մեր ինքնությունը, մեր էությունը, որ այլևս մի եղեք մարդու ստրուկներ։ Մենակ Աստծուց վախեցեք, Աստծուց վախեցար, մարդկանցից չես վախենա, մարդկանց կհարգես, մարդկանց կսիրես, մարդկանց կպատվես, բայց չես մեծարի։ Ես մեծացել եմ մի ընտանիքում եւ ամուսնացել եմ դարձյալ մի ընտանիքում, որտեղ հեղինակությունները անունը, էս ինչի տղա են, ինչի մարդ, են գողը, այդ եմ, սաղ կյանքս այդ եմ լսել։ Փառք Հիսուսին, որ եկա Հիսուսին։ Հասկացա մի կարևոր բան, սաղ սուտ են։ Մենակ Աստվածա ճշմարիտ է։ Եթե մեր համար ամենամեծ հեղինակությունը կրեց Տերը, մնացած սաղ սովորական մարդիկ են։ Մեկը մի քիչ ավել ունի, մեկը մի քիչ, մեկը ավելի հաջողվել է կարողության մեջ կամ անուն ձեռք բերելու մեջ, հա։ Միակ ճշմարիտը Տերն է։ Բռնենք Տիրոջը, նրա շորերից, նրա ոտքերի մոտ միշտ խոնարհվենք, որովհետև հիշեք, այս խոսքերս կհիշեք, երբ որ մեր կյանքի վերջի վայրկյանը եկավ, մենք այդ վաղտ ենք հասկանում, սաղ սուտ էր։ Սողոմոն իմաստունը մի ամբողջ գիրք է գրել, իմաստություն է փոխանցել մեզ, իր որդուն էր տվել, բայց դա նաև մեր համար է, եւ ընթերցում ենք 6-րդ գլուխն ենք, չէ՞ ասել, Bible study-ում ընթերցում ենք եւ հրաշալի խոսքեր, իմաստություններ ա թողել։ Դուք տեսեք ինչ խոսքեր կա մեջը, որ դա մեզ համար իրոք մեր ճանապարհին լույս է, ոնց որ ասես լույս գցի մեր առաջ, որ մենք երբեք չսայթակենք։ Բայց Սողոմոնը չապրեց այդ ոչ մի խոսքը։ Սողոմոնի համար խոսքը կարևոր էր, բայց չապրեց։ Գիտեք իր մահանալու վերջի վայրկյաններին ոնց է ինքը փոշմանում։
ասում է ամեն բան սուտ էր, ամեն բան անցողիկ էր, միակը որ ճշմարիտ էր Աստված էր, փոշմանում է որ քանի հատ 900 հատ կնիկ էր առե, թե ավել, Ռոզա ասում է շատ իմանամ, երևի ավել, 900 հատ կնիկ, լավ մի հատ կնգատ չեն կարում, 900 հատ կնիկ, այս մարդը չէր կշտանում, պատկացա, սաղից երեխա ուներ, ու սաղ տարբեր աստվածներ էին պաշտում, այնքան իրա իմաստությունը ինքը չդրեց գործի, որ կուրքապաշտի նման ապրեց իր ողջ կյանքը։ Այսօր եկեք մենք իմաստուն ունենք, եկեք ուրիշի սխալից սովորենք, ոչ թե մենք ընկնենք նոր սովորենք, իմաստունը միշտ ուրիշի սխալը տեսնելով, որ ոնց է գնում ընկնում, ինքը այդ նույն սխալը չի կրկնում, ամեն, երբ դու փորձում ես մարդ հաճեցնել, այն քեզ կհանգեցնի քո ինքնության, քո իսկության պակասին, դու չես հարգի քո կարծիքը, դու չես հարգի քո կամքը, դու միշտ ուրիշներից կարծնես, էսի որ անեմ ոնց կլինի, դու Աստծո հետ քո հաղորդակցությունը ունեցի, Աստծուց առպատասխան, ոմանք կդ կասեք, բայց չենք հասկանում Աստված ինչ ասում, աղոթիր, երբ որ աղոթես ու քո մտածածը քո մեջ բերի խաղաղություն, ուրեմն Աստված հաստատում է դա, որտեղ որտեղ թշնամինը, այդտեղ խաղաղություն չկա, թշնամին նույնիսկ կեղծ խաղաղություն տալ չգիտի, բայց Աստված որտեղ իր հոգին է, այնտեղ խաղաղությունն է, ամեն։ Երբ որ դու մարդ հաճեցնես, կտատանվես քո կարծիքի վրա, շուրջդ մարդկանց կարծիքները ավելի բարձր դասելով կկորցնես քո սեփական ձայնը եւ նպատակը։ Աստված ուզում է ամեն մեկս այսօր իսկապես օրհնված ժողովուրդ լինենք։ Աստծո կամքն է, որ ոչ մեկ չձախողվի եւ Աստծո կամքն է, որ մենք չապրենք մարդկանց կարծիքներով, ժողովուրդ եկեք բաց թողենք մարդկանց կարծիքը։ Մի բան այսօր որոշի, որ Աստծո փառքի համար անելու ես, ու ասա գնալու եմ անեմ, ու մտածի մի հատ մտքումդ, այս ինչ մեկին դուր չի գա, սա հենց իրայնադու անելու եմ ճիշտ բանը։ Ու դու քեզ վարժեցու աստվածապաշտության մեջ, որտեվ Աստծո խոսքը ասում է մարմինների համար դուք վարժվում եք, հա, որ լավ մարմին ունենաք, ասում է աստվածապաշտության վարժությունը ավելի կարևոր է, որտեվ քո ներսը տա կառուցում գեղեցկացնում, ամեն։ Եկեք քննենք մեր դրդապատճառները։ Ես ոչ մեկի դրդապատճառը չգիտեմ, ստեղ ով ինչ անում։ Բայց մեկը կա գիտի, քո ամեն քայլերը, քո ամեն նպատակները, ամեն արարքները։ Եկեք քննենք մեր դրդապատճառները, արդյոք մեր գործողությունները պայմանավորված են մարդկանց հաճեցնելու, թե Աստծուն։ Եթե դու եկեղեցի ես մտել, եթե դու Հիսուսին քո Տերն ու Փրկիչն ես ընդունել, ուրեմն դու այլևս քո Տերը չես, որովհետև դու եթե մարդկանց նայես ոչ մեկի Տեր չես ասի, բայց եթե դու մեկը կա, որ նրան Տեր ես ասում, Հիսուսին, ուրեմն թույլ տուր, որ նա տիրի քո վրա, իսկ եթե նա տիրեց քո վրա, ոչ մի մարդ չի տիրի քո վրա, որտեվ դու արդեն հաստատված մարդ ես։ Գիտեք այսքան երիտասարդներ ինչու են փողոցներում փնտրում հաստատվեն։ Անցած օրը փոքր տղայիս ընկերոջը, մտերիմ ընկերոջը դանակով խփել են 3 տեղից, Բրբանքայի երեխա, որ նայում ես 16 տարեկան, ու մտածում ասում, Աստվածիմ, այս 19 տարեկան երեխեքը ինչ աստիճան չար սիրտ պիտի ունենան, որ 16 տարեկան երեխուն դանակով խփեն, հələ մեկին էլ ուզել են վիզը կտրեն, չեն կարողացել, չի բացվել դանակը այդ պահին, ուղղակի մտածում ասում, Տեր իմ, այս ինչքան ընկած չար աշխարհում ենք մենք ապրում։ Գիտեք, սատանան քնած չի, բոլորդ այսօր այստեղ, որ նստած եք մի կարևոր բան հիշեք, մռնչացող առյուծի նման ասում է կողքերդ մանագալի, որ մի հատ փոքրիկ, այսինքն մի հատ փոքր սայթակում եւ բռնի քեզ ու հոշոտի քեզ։ Մի թույլ տվեք, այնքան եղեք, որ դուք տիրեք իրավիճակների վրա, այնքան կարողացեք դուք համարձակ եղեք ճշմարտության մեջ, Քրիստոսի մեջ, որ ոչ մի բան ձեր վրա չտիրի, այլ դուք տիրեք իրավիճակների վրա։
Հաստատվեք Քրիստոսում։ Մի փորձեք աշխարհում կամ ինչ որ մի անունով մեկի համար հաստատվեք։ Դրանք սաղ մի օր մեռնելու են գնան։ Տերը կենթանիա հավիտյանս հավիտենից, ամեն։ Ավարտում եմ այս համարով, առաջի Թեսաղոնիկեցիս 2:4 համարը, Պողոս առաքյալը ասում է, այլ ինչպես մենք Աստվածանից ընտրվեցանք, որ ավետարանը մեզ հավատացվի, այնպես էլ խոսում ենք ոչ թե իբր մարդկանց հաճո լինելով, այլ Աստծուն, որ մեր սրտերը քննում է, որովհետև երբեք շողոքորթության խոսքերով չեղանք, ինչպես գիտեք, եւ ոչ էլ ագահության պատճառանքով։ Աստված վկա է, եւ ոչ մարդկանցից փառք խնդրեցինք, ոչ ձեզանից եւ ոչ ուրիշներից։ Բացահայտ ասում է, մենք որ ծառայում ենք, մարդկանց չենք փորձում հաճեցնենք։ Մենք փորձում ենք Տիրոջը փառավորենք։ Այսօր մենք որ ծառայում ենք ձեզ եւ կշարունակենք մինչեւ մեր վերջի շունչը ծառայել եկեղեցուն, մենք անում ենք Աստծո փառքի համար։ Մենք կարիք չունենք գովասանքների, մեծարանքների, խնդրում եմ դա տվեք Տիրոջը, որտեվ դա միայն Տիրոջն է պատկանում։ Եթե ես աղոթում եմ ու աղոթքը պատասխանվում է, փառքը տուր Տիրոջը։ Քուրս ետևում նստած, փառքը տուր Տիրոջը, որ ամեն բան լավ է անցել։ Ամեն ժամանակ։ Ահավոր կարգավիճակի մեջ մենք աղոթեցինք, Տերը պատասխանեց։ Եվ միայն ու միայն, եւ թե գալիս ես եկեղեցի, արի Տիրոջ համար, փառքը տուր իրան, մեծարի իրան, երկրպագի իրան, որտեղ միակն է, ասում է ինձ երկրպագողները ճշմարտությամբ եւ հոգով կերկրպագեն։ Եվ մենք իրավունք չունենք կրոնավոր կերպով աստվածապաշտություն ապրենք, կրոնի մեջ եղել ենք։ Գնում էի մոմը վառում էի, հելնում էի նույն աշխարհի կյանքով։ Նույն իմ ամուսինը մոմը վառում էր, ասում էր Աստվածի, իմ հետեղի գնում եմ մարծեցեմ։ Հասկանում եք ինչ է կատարվել։ Կրոն։ Մենք արել ենք բաներ, որը որ ուղակի որովհետև է դա կարծել ենք ճիշտը։ Արմանը նայում է ինձ, ես ենկոմ չեմ նայել, ասում է ինչ ես ամեն ինչը պատում։ Աստծո ժողովուրդ, Աստված կրոնից մեզ ազատեց։ Սա է աստվածապաշտությունը։ Ազատ պարզ Տիրոջը պաշտենք։ Աստծո եկեղեցին այլևս է շենքերը չեն։ Աստծո եկեղեցին քարերը չեն, գմբեթները, այդ սուտ նկարները, որ Հիսուսի դնում են կապուտ աչքերով։ Հիսուսը կապուտ աչքերով չի եղել։ Հիսուսը հերյա մարդ է եղել։ Մարիամի ծնված հերյա background-ով, դուք պատկերացեք, սև ինքը complexion ունեց, ինքը չի ունեցել կապուտ աչքեր, բլանդ մազեր, ալեհեր, տեսք չի ունեցել, բայց այսօր ամեն ինչ անում են, որ մարդկանց հաճեցնեն, որը ավելի գեղեցիկ է թվում, այդ են ներկայացնում, որ մարդկանց խափեն ու պահեն այդ նկարների մեջ։ Հիսուսի նկարը ով ունի, որ այդ նկարները դնում ենք։ Պաշտում էինք այդ նկարները ժամանակին, ամեն գիշեր քնելուց պատշում էի ու քնում էի, ինձ թվում էր ապահովությունս այդ նկարի մեջ է, իսկ հիմա Հիսուսի ոտքերն եմ պատշում հոգով, ճշմարտությունով, նրա շորերից եմ կառչել ու չեմ թողնում։ Նա հոգի է եւ ձեր մեջ է, նրան հոգով պաշտեք, խոսացեք, ասեք Տեր սիրում եմ քեզ, իրոք սիրում եմ քեզ, իսկ եթե սիրում ենք իրան, Հիսուս մի կարևոր խոսք ասաց սիրում եք ինձ։ Հիմա դուք ձեզ հարցնում եք Տերը սիրում եք իրան, ասում է ուրեմն խոսքս պահեք։ Հիսուս չի ուզում իր զավակները լինեն մարդկանց գերի, մարդկանց գոհացնեն, Հիսուս ուզում է մենք ազատ լինենք, ուր կմտնենք ազատ մտնենք, ոչ մի մարդու կարծիքը մեզի հանկարծ ինտիմիդեյտ չանի, նո, ես ազատ եմ Հիսուսով, ես չեմ վախենում, ուր մտնեմ ասեմ Հիսուսինն եմ։ Անցած օրը մտա մեր խանութը, տղայիս խանութը մտա եւ այնտեղ մարդիկ էին կանգնած, լիքն էին եւ մի կին, մի օտարաս կին էր։ Դու մի ասա իրանք արդեն վիդեոներով ինձ ստենում են, ասում են էսի մտավ, էսա սաղին քարոզա տալու տեղ։ Ոնց եղավ այդ կնիկի ինձ ասեց, are you born again Christian, ասցի, «Յա» ու գնաց, այնտեղ արդեն աղոթում են վրան, այնտեղ քույրիկիս աշխատողն ա գալ, լիքը մարդիկ լցել ու լսում են սենց ուշադիր։ Ես չեմ ամանչում, ուր մտնեմ Հիսուս եմ քարոզում։
միակը, որ պարծենում եմ Հիսուսն է, որտեղ մի հատ մեղք չունի իր վրա։ Even though մեր մեղքեր իր վրա առավ խաչը հելա, բայց մի հատ մեղք չեն կարա իր վրա բռնասեն իր ողջ 33 տարի ապրած կյանքի ընթացքում։ Մի անգամ էլ մեր հովիվներից մեկը նկար ա ուղարկում ինձի, հետևանց կանգնած խանութում, ինձ ասում Այս նկարը որտեղից իրան խանութում, ասում է մեր եկեղեցու անդամներից մեկը խանութում մտնում առևտուրանի ու տեսնում է դու այնտեղ քարոզ ես տալի, Ալթադենա խանութներ, չէ, Գլենոքսի վրա։ Ասում է ասեց, էսի ձեր փաստորներից մեկը, չի ինձ կանգնե քարոզ ամ, երիտասարդ տղերքը սենց վրես են, եմ ասի, դուք եք դե ապաշխարեք, սենց բախեց, էս չա խոսում, չեմ ամանչում։ Չեմ ամանչում, բոլորին քարոզեմ Հիսուս, որտեղ սիրտս ցավում է, մի հոգի չկորչի։ Ուզում եմ բոլորը փրկվեն, ուզում եմ երկինքը լցվի իմ հայ ժողովրդով, ոչ միայն հայ, բոլորով, բայց հայ ժողովրդով, սրա մեջ է Տերը կանչե մեզ։ Դուք եք անգ մի առեք։ Եթե մեկը կզանգի քեզ այսօր տխուր կլինի, ասա աղոթի, Հիսուսի անունը կանչի, որտեղ Հիսուսին կանչողը երբեք ու երբեք չի ամանչելու։ Իր խոսքն է դա ասում մեզ, ամեն, եկեք ոտքի վրա մեր գլուխները խոնարեցնենք, եկնային փառավոր Հայր Աստված, խոնարհվում եմ քո առջև, խոնարհվում եմ քո սրբության սրբոցում, խոնարհվում եմ քո քաղցր ոտքերիդ մոտ, Տեր, համբյուրում եմ ոտքերդ ու ձեռքերդ խոցված, համբյուրում եմ այն քո կողի խոցերը, համբյուրում եմ Տեր իմ Աստված քո ներկայությունը, քո բացահայտ ներկայությունը այստեղ է, Տեր, քո խոսքդ այնքան ազատություն ու բժշկություն է բերում մեր մեջ, Տեր, շնորհակալ եմ անսահման քեզանից, Տեր, Հիսուս որդուդ անունով գոհանում եմ քեզանից, Տեր, բերում եմ առջևդ այս եկեղեցին, այս ժողովուրդը, որ քեզ է հուսացած, որ ամեն մեկը իր ձևով եկել է քեզ լսելու, քո ձայնը լսելու, քո խոսքն ասում է, որ եկեղեցուդ ասենք ով ականջունի թող լսի Տերը ինչ ասում եւ այսօր այս ձայնը ոչ թե իմն էր, այլ քոնն էր, որ իմ շրթունքները օգտագործեցիր ժողովրդիդ փոխանցելու քո խոսքը, քո մանանա, երկնայինը, Տեր, որ ճեղքեցիր երկինքը քո զավակներիդ համար, որտեվ անսահման սիրով սիրում ես մեզ, Տեր։ Շնորհակալ եմ իմ Հայր, գոհանալով գոհանում ենք, փառք ենք